Նախ ես չճանաչեցի ձեր կողմից ինձ վերագրվող արտահայտությունից, ես իհարկե հիմա շատ արտահայտություններ եմ արել, բայց չոր չեմ հիշում, որ ես երբևէ ասած լինեմ, որ մենք գնում ենք արևմուտք։ Սովորաբար ես ասում եմ, որ մենք ոչ մի տեղ էլ չենք գնում, եթե հարգելիս դուք ընդհանրապես դուք մեջբերում եք ինձնից, հիմա դուք ասեք, որ դուք հիմա ինձնից եք մեջբերում, թե ձեր ընկալումն եք ներկայացնում։ Բառերը ընդհանրապես պատահական չի, որ ես անգիր եմ արել ճանաչել իմաստությունը եւ խրատը, իմանալ հանճարի խոսքերը, ընկալել խոսքի նուրբ դարձվածքները, ճանաչել ճշմարիտ արդարությունը եւ ուղղել իրավունքը, պարզամիտներին խորագիտություն եւ երիտասարդներին միտք ու հանճար տալու համար, որպեսզի դրանք լսելով իմաստունն ավելի իմաստուն լինի, իսկ հանճարեղը առաջնորդություն ստանա թափանցի առակների եւ խորին ասույթների մեջ, իմաստունների ճառերի եւ նրանց այլաբանությունների մեջ։ Հասկանում եք, բառերը տարբերություն ունեն։ Ես ասում եմ, ես չեմ ասել, որ մենք կամ եթե ասել եմ, ճշտեք, տեսնեմ որտեղ եմ ասել։ Մենք գնում ենք արևմուտք։ Ինչ վերաբերվում է երկրորդ հարցին, այո, Հայաստանը ընդունել է Հայաստանի Եվրամիությանը անդամագրվելու գործընթաց սկսելու մասին օրենք եւ նաեւ ես այդ հարցին ԵԱՏՄ-ի առնչությամբ եմ արտահայտվել։ Մենք բարեբախտաբար թե դժբախտաբար դեռևս այն ճանապարհի ընկետում չենք, որպեսզի ռուսական ռազմաբազան մեր տեսադաշտը փակելիս լինի։ Երբ որ կտեսնենք, որ ռուսական ռազմաբազան մեր տեսադաշտը փակում է, այդ ժամանակ կմտածենք, ոչ շարժվենք, որ տեսադաշտի խնդիր չունենանք։ Իսկ ընդհանուր առմամբ առիթներ ունեցել եմ ասելու, որ մենք խնդիր չունենք, չենք ունեցել եւ չենք ունենալու Ռուսաստանի հետ հարաբերություններ վատացնելու։ Մենք խնդիր չենք ունեցել, չունենք եւ չենք ունենալու Ռուսաստանի շահերին վնասելու։ Մենք ունեցել ենք խնդիր, ունենք եւ միշտ կունենանք առաջնորդվել բացառապես Հայաստանի Հանրապետության պետական շահերով։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։